Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ։ Պարոն Աշակյան, սկսենք նրանից, որ այսօր Երևանում ընթանում է Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումը, որի շրջանակներում ամենատարբեր հայտարարություններ լսեցինք միջազգային ամենատարբեր գործընկերների կողմից։ Ընդհանուր առմամբ հայտարարությունները վերաբերվում էին խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարեւորությանը, այսքան մեծ կոնսոլիդացիան խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչի մասին է խոսում։ Կարևորության մասին խաղաղության եւ մեր նախաձեռնության կարևորության մասին մենք ես անձամբ եւ իմ նման շատերը միշտ դժգոհել ենք, որ նախաձեռնություններ չկան, Հայաստանը դոփում է տեղում եւ այլն, բայց հիմա մայիս ամիսը մենք լավ ենք կարծես թե մեծ դրսևորում։ Ես համարում եմ հաջողություն, որ ֆորումը Հայաստանում է տեղի ունենում եւ անշուշտ օրակարգը եւ այդ իմ սիրած թեմաներից մեկն է միայնակ չենք, լքված չենք, մենք որբ չենք։ Հիմա հենց այդ ֆորումը դրա մասին է, որի համար ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենիքում այդպիսի բան է տեղի ունենում, իսկ բովանդակության առումով խաղաղության ծրագիրը, խաչմերուկ ծրագիրը Իրանի ներկայացուցիչի ելույթը կարևոր, որ այդ միջանցքը մեր միջանցքը, այսինքն իրենք համարում են, որ միջանցքը իրենցից են խլելու, այ տողատակը եթե բաց անենք Իրանի հետևողական հայտարարությունների, որ միջանցք չի լինելու, ես կարծում եմ, որ աչքով չտանք, բայց դա հարմար բան է, նախ եւ առաջ այդ, որ մենք միայնակ չենք, որ մեր երկիրը հարգարժան երկիր է, այդ ինքնիշխանության դրսևորում է, ես ինչի հիշեցի ավարայրը, Սարդարապատը, այս սա էլ մի փոքր ճակատամարտ է, որ արդեն մենք հաղթել ենք, այ որ այստեղ տեղի է ունենում, դա մի քանի օր առաջ մեզ դիտողություն են անում, հանդիմանում են, ասում են արտադաշնակցային հարաբերություններ եք սկսել Ֆրանսիայի հետ, արտադաշնակցային հարաբերություններ ունեք Եվրոմիության հետ, մեզ մեղադրում են անհավատարմության մեջ։ Մի քանի օր առաջ էին մեղադրում, հետո ես հետևում եմ, քանի որ իմ միակ իմացած լեզուն բացի հայերենից ռուսերենն է, ռուսական մամուլը հետևում եմ, նրանք մեզանից դժգոհ էին, որպես անհավատարիմ դաշնակցի, ու հիմա պարզում է, որ մենք հավատարիմ ենք քաղաքակրթական իմաստով հավատարիմ ենք, մեր երկիրը հարգարժան երկիր է, այսքան մեծ պատվիրակության ներկայությունը մեր երկրում, մեր մայրաքաղաքում համարում եմ հաջողություն ու հաղթանակ։ Մի քանի անգամ նշեցիք, որ այս միջոցառումը եւ նաեւ ներկայացուցիչների քանակը խոսում է այն մասին, որ մենք ճակերտավոր ասած որբ չենք, բայց ամեն դեպքում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ ունեցել, հարցազրույցեր ունեցել եւ հայտարարել էր, որ Հայաստանը աշխարհաքաղաքական որբ է եւ մենք միայնակ չենք կարող մեր հարցերը լուծել։ Ինչպես կհակադարձեք Ռոբերտ Քոչարյանին, այսինքն դուք հակասում եք։ Այո, ես հակասում եմ, որովհետեւ ինքը իսկապես որբ է, Ալիևը չկա, Ալիևի դաշինքը չկա, այ որբ է մնացել, լքել են իրեն եւ նա ինքն իրեն նույնացնում է Հայաստանի հետ, ես հենց այնպես այդ տերմինը չօգտագործեցի, մենք որբ չենք, մենք ոչ միայն որբ չենք, մենք օրինակելի ենք, մենք օրինական զավակն ենք մեր երկրի, մեր երկիրն էլ է օրինական։ Ես կարծում եմ, որ ափսոս, որ եթե դուրս գալու հնարավորություն ունի, ես մեղադրում եմ, հանդիմանում եմ, դժգոհում եմ, գանգատվում եմ, երբեմն նաև մտքում հայհոյում եմ, որ դրանք պետք է դրսում չլինեին, նրանք պետք է հնարավորություն չունենային կարծիք հայտնելու, նրանց կարծիքը կործանարար է մեզ համար, նրանց կարծիքը այ հենց ինչի կարծիքը մեր անհայրենիք եւ անհեղինակություն, այ ես չգիտեմ տերմինը, հեղինակազրկող կարծիք է, հենց նրանք խոսում են ու վանկա պիտակ է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, հենց դա ասում են, դա արդեն մեզ վարկաբեկում է, հեղինակազրկում է, ես դրա համար մտածում եմ, որ չի կարելի է թույլ տալ, որ մարդը մեզ հայհոյի, այդ դա զրպարտություն է, որ ասում են մենք որբ ենք մնացել, որովհետև Ալիևը մեր կողքին չի, Հայր Ալիևը, իսկ Զավակ Ալիևը մեր դեմ է, մեզ դեմ է, ուրեմն որբություն են մարդիկ զգում, որտեղ իրենց գործընկերը այդ իմաստով կենսաբանական չէ։
Գործընկերային իմաստով, այո, նրանք նրանց հետ պարտներ էին, գործընկեր էին, հիմա նրանք չկան, իրենք որբ են զգում։ Իսկ այն իմաստը, որ իրենք են դնում, մենք դա չենք հասկանում։ Ես չեմ հասկանում դա ինչ է։ Պարոն Աշակյան, շատ հետաքրքիր է, որ նաև Ֆրանսիայի ագնահարարն է այստեղ պաշտոնական այցով, կրկին խոսեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարելավման, դրանք ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բերելու մակարդակի մասին, եւ նաև խոսվեց այն մասին, որ Սյունիքում պատրաստվում է Ֆրանսիան հյուպատոսություն բացել։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք այս քայլերը, եւ կրկին Ֆրանսիայի ագնահարարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ սատարում են խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, նաև խաղաղության համաձայնագրին եւ այսպես էլի հորդորում են Ադրբեջանին գալ կառուցողական դաշտ եւ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այս պաշտոնական այցերը, հայտարարությունները ինչ են տալու։ Կան հորդորներ, որ սպառնալիք են։ Մեզ են հորդորում, չէ, ում որ հորդորում են, ասում են, որ սա մեր կարծիքն է։ Եթե դուք այս կարծիքը չեք հարգում, դուք մեզ չեք հարգում, մարտահրավեր եք նետում։ Ես կարծում եմ Ֆրանսիան այդպիսի կարգավիճակ ունի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական անդամ միջուկային Ֆրանսիան, մարդու իրավունքները հռչակած Ֆրանսիան։ Ֆրանսիան է, եւ Ֆրանսիան դա ասում է, անհնար է դա հաշվի չառնելը։ Ուրեմն Ֆրանսիան փաստորեն սպառնում է Ադրբեջանին, ասում է, որ Ֆրանսիայի շահերից բխում է խաղաղությունը։ Դրա մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ մենք գեղեցիկ աչքեր ունենք, կոմիտաս ունենք, շարրանձնավոր ժասմեն, չէ, գարզու ունենք, ֆրանսիացիների համար եմ ասում։ Իրենք գիտեն, որ մենք դա ունենք, մենք էլ գիտենք, բայց եթե Ֆրանսիայի շահերից բխում է այստեղ խաղաղությունը, եթե Իրանի շահերից բխում է, որ միջանցք չլինի, այսինքն Հայաստան-Իրան սահմանը երկկողմանի լինի թափանցիկ, երրորդ ուժ չլինի, ուրեմն դա նշանակում է, որ մենք կարևոր ենք, այ դա է, մենք դառնում ենք գործոն։ Այ ես իմ որոշ իմաստով պաթետիկ տրամադրությունը ոգևորված եմ, որ մենք գործոն ենք դառնում, մենք հենց հիմա ավարը չենք, այ ֆորումներ են լինում, որտեղ մենք ավարն ենք, մեզ կիսում են, մեր երկիրը բաժանում են, մեր ունեցվածքը տանում են, մեզ հայհոյում են, իսկ սա այն դեպքն է, որ մենք գործոն ենք, մեզ հետ հաշվի են նստում, մեր մոտ են իրար հետ հաշիվ մաքրում, այ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հաշիվ մաքրել էր միջազգային իրավունքի շրջանակներում, դա լավ է, մեզ իրավունք են տալիս, այս հավաքույթը մեզ իրավունք է տալիս համարձակ լինելու եւ ինչու՞ չէ նաեւ մի քիչ վտանգավոր լինելու։ Մենք դառնում ենք վտանգավոր։ Այ երբ ես ասում եի գործոն նշանակում է նաեւ վտանգավոր, անպատիժ չի։ Այսինքն այս դեպքում Ադրբեջանի շահերից է նաև բխում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այո, Ադրբեջանի շահերից բխում է հիմա ընկնալ ընդառաջ։ Պարոն Աշակյան, այսքան խոսում ենք խաղաղության մասին, խաղաղության պայմանագրի մասին, բայց նաև տեսնում ենք, որ ներքին խողովակներով որոշ դեպքերում դա շատ նսեմացվում է, օրինակ ընդդիմությունը պնդում է, որ դա Հայաստանի շահերից չբխող փաստաթուղթ է, դա կապիտուլյացիա է, դա կրկնակապիտուլյացիա է։ Այստեղ հարցս հետևյալն է, եթե դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ապա ինչու Ադրբեջանը չի գնում դրա ստորագրմանը։ Բայց ի՞նչն է խանգարում, ովքեր որ համաձայն չեն, թուրները հանեն, գնան ազատագրեն Ղարսը, Վանը, ով որ ուրիշ կարծիք ունի, պատերազմի կարծիք ունի, թող իր օրինակով, դա անի թող գնան։ Ես չեմ կարծում, որ մեր սահմանապահները կարգել են։ Եթե շտապօգնության բժիշկով բանով կարող է արգել են։ Դա ես կարծում եմ պաթոլոգիա է։ Երկիրը ծնկի բերել, թալանել, զինված ուժերը դարձնել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա զինված ուժեր, միայն կանոնադրությունը, այդ հարաբերությունները ու հիմա պատերազմի մասին խոսել, դուք ընդդիմություն ասում եք, ես հասկանում եմ նախորդները։ Մերժվածների մասին է խոսքը, բա դուք 30 տարի իշխում էիք, անեիք, այդ բարաթը բերեիք, թուղթը բերեիք խաղաղության, կապիտուլյացիայի թուղթը դուք բերեիք։ Իսկ նրանք ովքեր դուրս պրծուկները, ովքեր որ ընդհանրապես պատկերացում չունեն ինչի մասին է, բայց պատերազմից են խոսում, դրանց մասին ընդհանրապես չարժե խոսել, որովհետև մերժվածները գոնե գիտենք պատերազմի շունչը
շնչել են այդ օդը պատերազմի ժամանակվա, նրանք գիտեն ինչ է պատերազմը։ Իսկ սրանք ընդհանրապես ես մտածում եմ երբեմն, որ որոշ իմաստով հարկավոր է գրաքննություն մտցնել այդ հրահրողներին ատելություն, պատերազմ, ռասայական անհանդուրժողականություն քարոզողների բերանը հարկավոր է փակել։ Այդպիսի մի բան է, պատերազմ հրահրելը։ Իմիջիալոց հետաքրքիր էր, Լավրովի այցի ժամանակ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Առաջի անգամ էր երևի այս 70 տարվա մեջ, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մեզ չդրթեց Թուրքիայի դեմ, այսինքն այդ պսակադրության արարողությունը Եղեռնի հուշարձանի մոտ, դա մի տեսակ սպառնալիք էր Թուրքիային, ասում են մեզ ոնց որ ասում էին ամեն անգամ ովքեր որ գալիս են այնտեղ խոնարհվում են եւ այլն, մեզ ասում են որ այ ձեր թշնամին այնտեղ է, մահացու թշնամին։ Այս անգամ Ռուսաստանը կարծես թե Թուրքիային ասեց, որ գիտեք, մենք ձեզ չենք սպառնում։ Հետաքրքիր է։ Չգնաց, այսինքն ասեց, որ Թուրքիա, մենք ձեզանից պահանջներ չունենք, մենք չենք սպառնում ձեզ։ Դա ինչ է նշանակում։ Դա հենց նա է նշանակում, որ հաճոյացան Թուրքիային, ոչ թե մեզ մերժեցին, ոչ թե մեզ չկարեկցեցին, այ ես կարծում եմ, որ ովքեր որ գալիս են, նրանք կարեկցում են մեզ, չէ՞, բայց Ռուսաստանը հրահրողն է եղել։ Այ մի քիչ առաջ սադրանքների մասին էինք խոսում, չէ՞։ Դա էլ գլխավոր սադրանքներից մեկն էլ դա էր, որ մեզ անդադ հրահրում են ձեր նշած, ես կարծում եմ մենք հասկացել ենք ում մասին է խոսքը, ընդդիմությունը, որը որ պատերազմ է ուզում, հաղթանակ է ուզում, չէ, նրանք առևտուր են անում եւ առևտրի առարկան վախն է։ Նրանք մեզ ուզում են վախեցնել։ Վախը պատերազմը։ Պատերազմի մասին խոսելը վախ ներշնչելն է, վախը որպես ապրանք, նրանք ապրանքայնացնում են ամեն ինչ, ուրեմն վախը որպես ապրանք, այ ես որ ասեցի գրաքննիչ լինի, վախը պետք է որպես ապրանք չմատուցվի մեր ժողովրդին, այսինքն մենք վախի սպառող չենք։ Այ ես կուզենայի, որ դա լավ էր, Լավրովը փաստորեն ասեց, որ մեզնից ձեռ քաշեք, մենք թուրքերին չենք սպառնում ոչ մի բանով, ու հայեր ձեզ էլ չենք դրթում։ Բայց դա հետաքրքիր է, դա դեռ մտածելու բան կա այդտեղ։ Ես կարծում եմ, որ մենք չենք վախենում, պետք է ասենք, որ չենք վախենում, իսկ ձեր ապրանքը, որի անունը վախ է, սարսափ է, դա պահանջարկ չունի Հայաստանում։ Պարոն Աշակյան, հետաքրքիր է, որ խորհրդարանական ընդդիմությունը, որի մասին դուք այսպես խոսում եք, արտահայտվում եք, ասում եք, պիտի նրանք Չերևան առհասարակ, նրանք պիտի հանրային ելույթներ չունենան, հավակնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել, ավելին հավակնում է անգամ Գյումրու սցենարով գալ իշխանության։ Դուք ինչպես եք գնահատում այդ շանսերը, հաշվի առնելով նաև որոշ ընդդիմադիր շրջանակների այն խոսույթը, որ քաղաքացիական պայմանագիրը 2026-ին չի հաղթելու, առհասարակ մինչև 2026 թվական չի հասնելու, իշխանափոխություն է լինելու։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք թե նախկինների վերադարձի շանսը, թե որ քաղաքացիական պայմանագիրը մինչև ընտրություններ կպարտվի արդեն իրենց։ Ես դեմ չեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը այդպիսի դիրքորոշում ունենա։ Նույնիսկ ես կարծում եմ, որ եթե չլիներ, մենք պետք է այդպիսի մի բան հրահրեինք։ Պետք չի ապահովության գերզգացում պետք չի։ Մենք պետք է իմանանք, որ վտանգ կա, ու այդ վտանգը նաև մեր կողքն է։ Նա մանդատ ունի, ռեսուրսներ ունի։ Այդ լավ է, որ ազգային ժողովում կա այդպիսի ընդդիմություն։ Մենք պետք է սթափ լինենք, այդ իմաստով շատ կարևոր է։ Կառուցողական չեն եւ այլն, հենց դա է, որ իմանանք, որ վտանգավոր է, ընդհանրապես դրախտ չի Հայաստանը, գուցե եղել է վնես վտարել են։ Իսկ եթե այսպես շարունակի քաղաքացիական պայմանագիրը, ինչպես Փարաքարում եւ Գյումրիում, իհարկե, ուղղակի եթե մենք նախադեպ ընդունում ենք Գյումրին, որպես նախադեպ կամպանիան, ռեսուրսները, դաշնակիցները, ընդհանրապես ընտրությունների մասին գոյություն ունեցող օրենքը, շուտով մենք նույնիսկ փոփոխություններ չենք կարող անել, եթե ուզենանք, սահմանափակումներ կան, ընտրություններից առաջ չես կարող ընտրությունների մասին օրենքը փոխել,
այս ընտրությունների մասին օրենքը աղետ բերող է, այ դա ես համարում եմ աղետ է տեղի ունեցել, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը կամ մի ուրիշ բան է պարտվել, այլ Հայաստանում աղետ է տեղի ունեցել, Լենին Աթաթուրք դաշինքը Գյումրին նվաճել է, այ մենք պետք է ասենք, որ Գյումրին նվաճվեց, Լենինը ու Աթաթուրքը ձեռք տված մտան Գյումրի, որպես իշխանություն, այ սա Հայաստանի պարտություն էր, ոչ միայն Հայաստանի, ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, դա արդեն տարածաշրջանային իմաստ ունի, այսինքն ինչ ենք անում նորից ենք սկսում կոմունիզմ կառուցել, նորից գուլագ, նորից գնդակահարություններ, Չարենցին ու Բակունցին գնդակահարենք, սպայական անձնակազմը ինչ ենք անելու, նրանց գաղափարախոսությունը, նպատակը եւ գործը Լենինի ու Աթաթուրքի դա է եղել, լուծարել հայկական պետությունը։ Ես կարծում եմ, որ սա այնքան ծանր հարված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մեզ բոլորիս, որ շտապ կարգով հարկավոր է կուսակցությունների մասին օրենքը բարեփոխել այնպես, որ այդպիսի ծրագրով քաղաքական ուժ չգրանցվի Հայաստանում, չկարողանա մասնակցել ընտրություններին, քրեա օլիգարխիկ ռեժիմ չպետք է լինի Հայաստանում, կուսակցությունների մասին օրենքը պետք է արգելի դա, օրենքը պետք է արգելի, եւ ընտրությունների մասին օրենքը պետք է զտիչ լինի, որպեսզի այդպիսի բան Հայաստանում տեղի չունենա, Հայաստանում պետք է լինի մրցակցային ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, մրցակցային Գյումրիում եւ Փարաքարայում ոչ մրցակցային ընտրություններ են տեղի ունեցել, դա կարծում եմ մեր բոլորի հոգսն է, ոչ միայն քաղաքացիական, իսկ քաղաքացիական պայմանագիրը ուղղակի պատասխանատուն է այս վիճակի համար, նա պատասխանատու է, ես պատասխանատու չեմ դրա համար, ես ուղղակի զոհն եմ, որպես քաղաքացի